Շատերը իմ կարծիքն են հարցնում ինտերվալներով սնվելու, այսինքն intermittent fasting-ի մասին, նիարելու կամ ընդհանուր առողջության համար։ Ու եթե չգիտեք, intermittent fasting-ը այն է, երբ որ օրվա մեջ կոնկրետ ժամային պատուանի մեջ ես միայն հաց ուտում, որը սովորաբար տևում է 4-ից 8 ժամ։ Իսկ օրվա մնացած ժամերին ոչ մի բան չես կարող ուտես, միայն կարաս խմես հեղուկներ, որոնք 0 կալորիա են պարունակում։ Ու ես իրականում շատ եմ սիրում այս մոտեցումը, ու ես երկար ժամանակ հենց սենց եմ սնվել։ Շատ կարևոր է հասկանալ, որ այս մոտեցման մեջ ոչ մի ինչ-որ կախարդական բան չկա, ոչ նիհարելու, ոչ առողջության տեսանկյունից, որովհետև քանի դեռ քո օրվա կերած ընդհանուր սնունդը նույնն է, դու նույնչափ ես նիարելու, անկախ տնայից դու ես սնունդը կերել ես 4 ժամվա, թե ամբողջ օրվա կտրվածքով։ Սակայն ես կարծում եմ, որ sense կոնկրետ սնվելու պատուան ունենալը կարա երբեմն օգնի ավելի հետևողական լինել սնունդին, որովհետև երբ որ դու մտնում ես այս fasting-ի, այսինքն ծոմապահության պատուանի մեջ, այստեղ արդեն կոնկրետ գիծ կա քաշած։ Դու պետքա ոչ մի բան չուտես, այլապես քո ծոմապահությունը խախտվում է։ Բայց սովորական սննդակարգ պահելու դեպքում միշտ գայթակղություն կա մի փոքր շեղվել սնունդից, մի կտոր ավել հաց ուտել, մի պուճուր ավել կանֆետ ուտել։ Ու այս ամեն ինչին հոգեբանական տեսանկյունից դիմակայելը շատ ավելի դժվար է, որովհետև այս մենք չենք ընկալում ինչ-որ շատ մեծ շեղում։ Մենք մտածում ենք դե այս մի հատ պուճուր ավել բան կերածը ինձ մեկը դեֆիցիտի մեջ է պահելու, նես որ ես մեկը նիարելու եմ, նես որ էսի ոչ մի խնդիր չի։ Բայց այս նույն մի կտոր հացը կամ մի հատ փոքրիկ կանֆետը ծոմապահության պատուանի ժամանակ ուտելը արդեն շատ մեծ շեղում է, որովհետև դու կամ ծոմապահության մեջ ես, կամ ծոմապահության մեջ չես, ու ինչ-որ արանքային վիճակ չկա։ Ու սրա հաշվին այս fasting-ի պատուանը կարա հեշտացնի ավելի հետևողական լինել սնունդի հետ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս շատ ինդիվիդուալ է ու որոշ մարդկանց համար հաստատ կարա այս երկար քաղցը շատ տանջալից թվա, բայց եթե երբեք չեք փորձել սենց սնվել, հաստատ արժի գոնե էքսպերիմենտալ փորձարկել։ Ես նաև նկատել եմ, որ անձամբ շատ ավելի լավ եմ գիշերները քնում, երբ որ իմ սնվելու պատուանը լինում է օրվա առաջին կեսում։ Օրինակ առավոտվա 7-ից ցերեկվա 2-ը։ Բայց կարծում եմ, որ սա նույնպես կարա շատ ինդիվիդուալ լինի ու որոշ մարդիկ սոված վիճակում քնելուց կարող է դժվարանան։